Երբ որդիներն արտերկիր մեկնեցին աշխատանքի նպատակով, ճոճկանեցի Ֆյոդոր Երիցյանը մտքում սկսեց ծրագրեր կազմել, թե միայնակ ինչպես արդյունավետ կազմակերպի գյուղատնտեսական աշխատանքները։ Ճոճկանը պտղաբուծական գյուղ է։ Այգիներ մշակելու հին ու ավանդական ձևերն արդիական չեն, ծախսատար են, նաև անընդհատ հույսդ պիտի դնես մեխանիզատորի քմահաճույքին։ Մտածեց, ապա մի քանի օր փակվեց արհեստանոցում, կտրեց, զոդեց, տեղադրեց ու մի քանի օրում հեղինակեց ահա այս բազմաֆունկցիոնալ մեքենան եւ ինչպես ինքն է ասում, իր մի քանի աշխատող ձեռքերը։ Ձեռներս քոդ էր գալի ճիշտն ասած, մի բան հնարեմ, սարքեմ ու տենց միտք առաջացավ, սարքեցի։ Ես էլ որ մենակ եմ, ահագին ինձ օգնում է այս մեխանիզմը։ Աշխատանքում օգնող ձեռքերի պակասը լրացնում է ահա այս մեքենան, որ գյուղում շրջելիս հիացական հայացքներ է որսում։ Սարքել եմ ինձ օգնական։ Գյուղում ապրող մարդ եմ, ու պետք է գալի։ Լրիվ հիմքից շուրջուր հավաքել եմ, մտածելով, նայելով, ասենք ինտերնետում բանում, ինչ ձևի կարելի է սարքել, որ հարմար լինի։ Գործողությունը ինչ տնենք կանի, որովհետև ունի պադյոմնի մեխանիզմ, նավեսկա, ռուսերեն։ Ու ասենք ֆրեզ, դրսում կա պատրաստած ֆրեզ հող քանդելու։ Մի հատ կիսա սարքել հնձի չունեմ, ամառը երևի կվերջացնեմ։ Այս բալոնները 100 լիտր ջուր տանամ իմ բաղը դեղելու։ Այստեղ օդ եմ փչում, մի 5-6 ատմոսֆեր, այստեղ դեղ եմ պատրաստում, տանում փչում, բաղերը փչում։ Ֆյոդորը մասնագիտությամբ էլեկտրիկ է, ով ամբողջ կյանքում մասնագիտական գիտելիքները ծառայեցրել է իր ու շրջապատի կյանքն ավելի հեշտացնելու գործին, բայց ինչպես ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Ֆյոդոր Երիցյանը նաև շինարար է, պատշաճ, զոդման մասնագետ եւ վերջապես լավ գյուղատնտես ու տնտեսվարող, որ կարողացել է տարիների ընթացքում այգիգործական մեծ տնտեսություն հիմնել, իսկ ընդհանրապես ասում է, կյանքը ստիպել է բազմաթիվ մասնագիտություններ ձեռք բերել։ Ամեն ձևի աշխատել եմ, ես իմ մասնագիտություններ ենք ձեռք բերել, ոչ թե մի հատ, այլ մի քանի հատ։ Էլի մեր հայերին տված է տենց բանը։ Մտքերը ծնվում էր հիմնականում, ասենք, սմենով եմ աշխատում, ու 20 տարի, ասենք, ես եմ աշխատել, այնտեղ ու գիշերը։ Սենց մտածում ես, ինչ սարքես, ինչ կարանք սարքենք, մի բան ավելցնենք, ու տենց, հա էլի, հիմնականում գիշերները, պարապ ժամանակը մտածելով ես անցկացնում։ Մի օր աշխատանքից տուն վերադառնալիս մեքենայի մեջ հորդառատ անձրևի ժամանակ նստած մտածեց, ինչպիսի դարպասներ պատրաստել, որ ստիպված չլինի մեքենայից դուրս գալ դարպասը բացել փակելու համար։ Այդ ժամանակ էլ միտք ծագեց այնպես անել, որ դրանք բացվեն առանց անձրևի տակ ընկնելու եւ մեքենայից դուրս գալու։ Բացողություն ենք, սպասում էի անձրևը կտրվի 5 րոպե, 10 րոպե, ելնում էր 15-20 րոպե, կամ ընթացքում կարկուտ էր գալի։ Միտք առաջացավ ավտոմատ դարպասներ սարքեմ, դարպաս չես, թեթև ենքան ավտոմատ բացվի։ Ու սկսեցի մտածել, սկզբից 12 վոլտի վրա էի թեքված, ճիշտն ասած, հետո փորձեցի տիա մի քիչ ուժը չի պատում, որպեսզի հոսանք չքաշեմ բան, հետո տիա թույլ օտա սարքեցի 220-ով, այսինքն քանդել եմ, կաբել գցել, հոսանք քաշել, ու հարմար է։ Արդեն քանի տարի է, 3-4 տարի օգտագործում եմ, կարելի ասել անխափան։ Էլեկտրական դարպասների գաղափարը վարակիչ է դարձել, ճոճկանում շատերն են օգտվել ինքնաշեն էլեկտրական դարպասներից, որոնք հենց Ֆյոդորի աշխատանքի արդյունքն են։ Իհարկե շուկայում դրանցից վաղուց կան, վաճառվում են, բայց աշխատում են ավելի դանդաղ ու շատ ավելի թանկարժեն։ Շատ դանդաղ է բացում, շատ դանդաղ, ասենք մոտ 2 րոպե քաշում է։ Ճիշտ է մի քիչ անձենանա, հետո մոտորները թույլոտ են, շուտ են վառվում։ Ես ոնց են թութու 3-4 տարի աշխատում է, կոնկրետ չեմ կարող ասեմ քանի տարի է, բեզատկազ աշխատում է։ Կյանքի որոշակի ժամանակահատված Ֆյոդորը նաև Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի, բայց ինչպես ասում են, հայրենիքի արմատների կարոտը հանգիստ չէր տալիս։ Ես ընտեղ ամեն գիշեր քնելով անընդհատ ուշքս ստեղայել։
տղա ջան ծառերը դեղեցիք, տղա ջան բաղջեն ոնց է խոապրանք չի մտնում, տղա ջան տղեսել են ժամանակը թեղուտում այդ հետախուզական աշխատանքներ էին տանում, ինքը բուրավիկ է։ Այդ գործով էին անում, նու ասել, այ պապ, դե չեմ հասցնում, մի ոտս ընդյա, մի ոտս տանը, բայց դե էլի, եկա լավ էր, նորմալ տղենահագին պահել էր, նորմալ։ Իմ ստեղծածն, այմ քանդածն, այ ձեռներովս եմ քանդել, ոնց կարամ բրախեմ գնամ, կամ ծախեմ, չեմ կարա։ Թեկուզ Հայաստան գնամ, քաղաք չեմ սիրեմ ես քաղաքում ապրել, շենքում։ Այս ազատ կյանքը թողած ես ուր գնամ։ Բնության գրկում։ Բազմաֆունկցիոնալ գյուղտեխնիկան էլ ավելի կատարելագործելու ծրագրեր ունի հիմա Ֆյոդորը։ Ազատ ժամանակ էլի փակվում է արհեստանոցում, իսկ դա նշանակում է, որ շուտով փակ արհեստանոցից եւս մի զարմանալի մեխանիզմ կհայտնվի Ճոճկանի դաշտերում։ Մտքիս կա կարտոշկա հանիչ սարքեմ, ընել եթե տարիքս հերիքանի չի հիվանդանանք բան կսարքեմ։ Այդքան դժվար չէ էլի նա արդեն։ Դժվար է էներ ասենք ծեր եմ արել արդեն։ Որ մտնում եմ դուրս չեմ գալի։ Ինչ է ասում կինը չի բողոքում։ Չէ, թակարակ գլուխը քիչ եմ ցվածնում։ Ստեղծագործական մտքի ամենավառ փայլատակումները դրսևորվեցին 90-ականներին, հիշում է, մութ ու ցուրտ տարիներին։ Ակումուլյատորով բանով էլի լուսավորում ենք էլի լավ որ ասենք հարևանները ձեն են տվել այդ ոնց է ձեր տանը լույս կա մեր տանը չկա էլ չգիտեն որ ես ասենք մի բան հնարել եմ որ լույսը լի դու ասենք преобразователь տիպի բան ենք սարքել ունացել եմ երկու ակումուլյատորից լույս են վառել Էդեն վատ թվեին Ֆյոդորի ցանկությունն է, որ իր որդիներն ապրեն ու աշխատեն հայրենիքում ու ոչ միայն նրանք, առհասարակ բոլոր երիտասարդները, որոնք բռնել են օտարության ճանապարհը։ Չայլներին կասեմ մանեգողը ճիշտ ասած ստեղելա գործ ճարում։ Կասեմ, որ տեղում աշխատեք ամեն ինչը մեր հայրենիքում, Հայաստանում, ինչ անելու աստեղ անեն։ Դե գնում են ճիշտ է փող են աշխատում, բայց ուրիշի համար են այդ գործն անում։ Այդ նույն գործը ստեղել է։ Եթե ման ես գալի ճարում ես։ Թող իրանց նպատակներին հասնեն, ոնց որ ես արդեն հասել եմ։ Իմ տարիքն արդեն 65 տարեկան եմ։ Հասել եմ, թորնիկներ ունեմ, տունը սարքել եմ։ Հրաժեշտին հարցնում ենք ինչու Ֆյոդոր, պապի անունն է, մայրը ռուս էր ու ծանոթացել է բանակում ծառայող հոր հետ եկել Ճոճկան հարս, ու թեպետ կիսով չափ ռուս է եւ հեշտությամբ կարող էր իր տեղը գտնել հյուսիսային երկրում, սակայն դա երբեք չի գրավել իրեն։ Կյանքի ձեռքբերումներից ամենագլխավորը համարում է հաջողված ընտանիքը։ Ֆյոդոր Երիցյանը երջանիկ ամուսին է, հայր ու պապիկ։ Դե մի հատ sense հաջողարակ երիկին, մի հատ հաջողնարա։ Մի հատ սիգնալ տանք։ Ոյ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ճոճկանից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։